Ողջույն, այսօր խոսելու եմ այսպես ասած նախկինների շոու դարձած ձերբակալությունների, դրանց շուրջ ձևավորված կեղծ օրակարգի, ինչպես նաև Ադրբեջանի սահմանադրությունում առկա Հայաստանի տարածքների նկատմամբ հավակնությունների մասին։ Քաղաքականությունից քիչ հասկացող մարդիկ գուցե դեռ ընկալում են այս շոու դարձած ձերբակալությունները եւ հետապնդումները որպես իրականություն։ Այն, որ այս պետությունից եւ ժողովրդից գողացված գումարները, տրված արտոնությունների հաշվին աշխատած գումարները պետք է հետ բերվեն, անքննարկելի է, դա փաստ է, բայց Նիկոլ Փաշինյան, դուք այն մարդը չեք, որ դա կարող եք անել, ասեմ ավելին, դուք այն մարդը չեք, որ դա ուզում է անել։ Դուք 2018 թվականին իշխանության գալով հենց այս թեմայի վրա, այսինքն ձեր հիմնական քարոզչական գիծը հենց Թալանը հետ բերելն էր։ Ինչ արեցիք։ Դուք ժամանակ տվեցիք այդ ձեր ասած թալանչիներին իրենց ունեցվածքը շատ ապահով կերպով Հայաստանից դուրս հանել, քեշով կամ այլ մեխանիզմներով, որի մասին դուք շատ լավ տեղյակ եք։ Դուք հավաքեցիք հաստափոր թղթապանակներ այդ մարդկանց եւ ոչ միայն շատ այլ շատերի դրսում ունեցած գույքերի եւ ունեցվածքի մասին եւ այդ հաստափոր թղթապանակների վրա արդեն կես մետրանոց փոշի է կուտակվել։ Գիտեք, դուք ուզում եք ասել, որ ձեր օգնականը, ով այսօր զբաղեցնում է գլխավոր դատախազի պաշտոնը, դատավորները, որոնք նշանակվել են ձեր օրոք եւ կատարում են ձեզ հաճելի հրահանգներ եւ հրամաններ, դուք, որ կարողանում եք ձերբակալել Բագրատ Սրբազանին, Միքայել Սրբազանին, չեք կարողացել այդ նախկին թալանչիների հարուցված քրեական գործերին ընթացք տալ։ Չեք կարողացել քրեական գործեր հարուցել, լուրջ։ Հիմա հաջորդը, ինչպես է ստացվում, որ երբ պետք է կարևոր հարցերը գան օրակարգ եւ դառնան քննարկման հիմնական թեման, այս պահին այդպիսի կարևոր հարց է անկախության հռչակագիրը Սահմանադրության նախաբանից հանելը, Հայաստանի 4-րդ հանրապետության հռչակումը, որը դուք ինքներդ եք հայտարարում։ Տեսեք, ես անգամ Տիգրանաշենի հարցը չեմ նշում, քանի որ մատնանշածս երկու թեմաները մեզ շատ մեծ հավանականության կարող են հանգեցնել պետականության կորստի։ Ինչպես է ստացվում, որ նման կարևոր հարցերի քննարկումը թողած, դուք ձևավորում եք նոր օրակարգ։ Բոլորը քննարկում են Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Գագիկ Ծառուկյանի, Սամվել Կարապետյանի, կապիտալի բռնագանձումը, հետապնդումները։ Տեսեք, Գագիկ Ծառուկյանի, Սամվել Կարապետյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի բանտում կամ ազատության մեջ լինելը ինչ ազդեցություն ունի Հայաստանի պետության եւ ժողովրդի վրա։ 0։ Այս մարդկանց ունեցվածքը բռնագանձելը ինչ ազդեցություն ունի Հայաստանի պետության եւ ժողովրդի վրա։ Նորից 0։ Ինչու՞։ Որովհետև նրանք իրենց ունեցվածքի մեծ մասը իդեպ հենց Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք շատ բարեհաջող կերպով հանել են Հայաստանից եւ այն ինչ նրանցից հիմա իբր կբռնագանձվի, դա ընդամենը ծովից մի դույլ ջուր վերցնել է, հասկանում եք։ Ինչ վերաբերվում է այն բիզնես կազմակերպություններին, որոնք պետականացվում են, դուք պետք է մանրամասն տեղեկատվություն ներկայացնեք, թե ինչ վիճակում են գտնվում այդ կազմակերպությունները։ Գուցե դրանք ոչ թե ակտիվ են, այլ կրեդիտ են։ Գուցե այնքան վարկեր, պարտքեր ունեն, որ Հայաստանի Հանրապետությունը ոչ թե նրանց շահույթն է վերցնում, այլ հակառակը ժառանգում են նրանց պարտքերը, եւ հայ ժողովուրդը մեր վճարած հարկերը գնալու են այդ պարտքերի եւ վարկերի մարմանը։ Հաջորդը, եթե այդ մարդիկ, խոսքս հետապնդվող ընդդիմադիրների մասին է, չեն ծառայում Նիկոլ Փաշինյանի օրակարգին, չեն գտնվում նույն օրակարգի մեջ, ապա ինչու նրանք չեն հանձնարարում իրենց ազդեցության տակ գտնվող մամուլի միջոցներին, իրենց քարոզիչներին, որպեսզի նրանք այս պահին անդրադառնան նույն անկախության հռչակագիրը Սահմանադրության նախաբանից հանելուն 4-րդ հանրապետությանը, որոնք ռեալ ռիսկ են այս պահին Հայաստանի պետականության համար։ Ինչու նրանք չեն ասում, որ մի անդրադարձեք մեր կալանավորմանը, այս պահին մենք բանտում կլինենք, ազատության մեջ կլինենք, դա էական ազդեցություն չի ունենալու մեր պետականության վրա, բայց մենք ունենք այստեղ լուրջ խնդիր, որի մասին պետք է ամենօրյա կտրվածքով խոսել։
ինչու են նրանք սպասարկում Նիկոլ Փաշինյանի կողմից գեներացված օրակարգը։ Կամ Նիկոլ Փաշինյան, դուք հայտարարում եք, որ եթե դուք դա չկարողանաք անել, այսինքն չկարողանաք պատժել այդ թալանչիներին, այսպես ասած, ապա պետք է նոր հեղափոխություն տեղի ունենա։ Գիտեք, ես համաձայն եմ, որ պետք է հեղափոխություն տեղի ունենա, բայց ոչ թե նոր, այլ իրական հեղափոխություն, որովհետև 2018 թվականին հեղափոխություն տեղի չունեցավ, տեղի ունեցավ տեղափոխություն։ Դուք տեսել եք ձեր թիմակիցները ինչքան ունեցվածք են կուտակել այս 8 տարում։ Հիմա այն մասին, թե ինչու է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշել մեր սահմանադրությունից հանել հատված, որը ըստ իրեն եւ ըստ Ալիևի վտանգավոր է եւ ռիսկային է Ադրբեջանի համար, բայց չխոսել Ադրբեջանի սահմանադրությունում առկա Հայաստանի համար ռիսկային եւ վտանգավոր հատվածը հանելու մասին։ Մինչ այս հարցին անդրադառնալը մի պարզաբանում անեմ նախորդ եթերից հետ կապված, որտեղ ես նշել էի, որ Սահմանադրական դատարանի կողմից ընդունվել են 2 որոշումներ, որոնք թույլ չեն տալիս փոխել Սահմանադրության նախաբանը։ Ես գիտեմ, որ այս մասով դեռևս անցյալ տարի իրավական վեճ է եղել եւ իրավաբանների մի հատված կա, որ պնդում է, թե նոր Սահմանադրություն ընդունելու պարագայում այլևս այդ անփոփոխ լինելու դրույթները չեն կիրառվում։ Սակայն ես համաձայն չեմ այս տեսակետի հետ, որովհետև նույնիսկ նոր սահմանադրությունը ընդունվում է գործող սահմանադրության շրջանակներում, այսինքն չի կարող գործող սահմանադրությունը խախտելով ընդունվել նոր սահմանադրություն։ Եվ բացի այդ, եթե մենք առաջնորդվում ենք այդ տրամաբանությամբ, ապա ստացվում է, որ սահմանադրությունում չեն կարող լինել անփոփոխ դրույթներ։ Ինչու, որովհետև ամեն եկող իշխանություն, եթե ցանկանա փոխել այդ անփոփոխ դրույթները, ապա կասի նոր սահմանադրություն եմ ընդունում եւ այդպիսով կկարողանա շրջանցել այդ մասը, ըստ որի պետք է լինեն անփոփոխ դրույթներ։ Սա այս մասով։ Հիմա անդրադառնամ Ադրբեջանի սահմանադրությունում մեզ համար ռիսկային հատվածներին։ Նիկոլ Փաշինյան, երբ դուք հայտարարում եք, որ մեր սահմանադրությունում, երբ նախաբանում մենք հղում ենք անում անկախության հռչակագրին, ապա մենք դրանով հավակնություններ ունենք հարևան երկրների տարածքների նկատմամբ։ Այսինքն դուք մտածում եք Ադրբեջանի ռիսկերի մասին, իսկ ինչու չեք մտածում Հայաստանի ռիսկերի մասին, որովհետև նույն Ադրբեջանի սահմանադրությունում կա հղում, ըստ որի Ադրբեջանը տարածքային հավակնություններ ունի Հայաստանի նկատմամբ։ Ադրբեջանի սահմանադրությունը հիմնվում է 1991 թվականի սահմանադրական ակտի վրա, որով ներկայիս Ադրբեջանը հռչակվել է 1918-ից 20 թվականների Ադրբեջանի Հանրապետության իրավահաջորդ։ Ադրբեջանի սահմանադրությունը հիմնվում է 1991 թվականի սահմանադրական ակտի վրա, որով ներկայիս Ադրբեջանը հռչակվել է 1918-ից 1920 թվականների Ադրբեջանի Հանրապետության իրավահաջորդ, որը միջազգային հարթակներում ներկայացրել է տարածքային պահանջներ ներկայիս Հայաստանի մի շարք տարածքների նկատմամբ, որոնք են այդ տարածքները Սյունիքի մարզը ամբողջությամբ, Վայոց ձորի մարզը ամբողջությամբ, Արարատի մարզը մասամբ, Արմավիրի, Գեղարքունիքի, Տավուշի, Լոռու, Շիրակի մարզերը մասամբ։ Հետևաբար, նույն հղումային տրամաբանությամբ, որով Բաքուն ներկայացնում է, թե Հայաստանի սահմանադրության մեջ առկա է հատված, որը ունի տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ, Ադրբեջանի սահմանադրության մեջ էլ առկա է հատված, որը ունի տարածքային պահանջներ Հայաստանի նկատմամբ։ Բա ինչու չեք պահանջում Ալիևին փոխել նաև իրենց սահմանադրությունը։ Այդ ինչպես է ստացվում, որ դուք Ադրբեջանի ռիսկերի մասին մտածում եք, բայց Հայաստանի ռիսկերի մասին չեք մտածում։ Հետո էլ նեղանում եք, որ ասում են, որ դուք գործում եք ադրբեջանա-թուրքական օրակարգի մեջ։ Ինչու եք նեղանում։ Հետևաբար, հարգելիներս, մի տրվեք կեղծ օրակարգերին, մի շեղվեք անկարևոր խնդիրների վրա։ Այս պահին մենք ունենք շատ կարևոր հարց։ Մենք ունենք պետականության կորստի առջև կանգնելու վտանգ։ Ինչքան էլ հետաքրքիր լինեն այդ շոուները, մի տրվեք դրանց։ Նաև նշեմ, որ այս թեմայի մասին ես մանրամասն եւ պարբերաբար խոսելու եմ այնքան, մինչև բոլորս գիտակցենք, որ այս ռիսկը իրական է եւ վերջապես հասկանանք, որ այն կարող են կանխել միայն մենք բոլորս միասին։ Այսօր այսքանը, լավ եղեք։